Վերջին տարիներին Արաբկիրում հարյուրավոր նոր բազմաբնակարան շենքեր են կառուցվել, սակայն համայնքի ենթակառուցվածքները չեն համապատասխանում այդ մեծածավալ կառուցապատմանը։ Միայն վերջին 10 տարում Արաբկիր վարչական շրջանում շինարարության եւ նախագծման ավելի քան 700 թույլտվություն է տրամադրվել։ Կառուցվել է շուրջ 260 բազմաբնակարան շենք։ Սակայն այդ աճը չի ուղեկցվել ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների զարգացմամբ։ Շենքերն արագորեն շատացան, բայց ջրամատակարարման համակարգը մնաց նույնը։ Գազի ճնշումը թուլացավ, էլեկտրականության մատակարարման համակարգի վթարներն ավելացան։ Օրական 2-3 ժամ ջուր են տալիս գիշերը կամ ցերեկը, իսկ շաբաթ-կիրակի իսպառ բացակայում է առավոտյան ժամը 8-ից հետո։ Տարիներով զանգում, բողոքում գրում ենք, զանգում ես օպերատորին անհաղորդ կոպիտ ցինիկ տոնով ասում է անջատում չկա, բայց ջուր չունենք։ Մամիկոնյանց փողոցի 5 հարկանի շենքի բնակիչները խնդիրը ներկայացրել են տարիներ շարունակ։ Ասում են, ամբողջ շենքով բողոքել են, բայց արդյունքի չեն հասել։ Խնդիրը միայն ջուրը չէ, նորակառույց բազմաթիվ շենքեր գազաֆիկացված չեն, էլեկտրասնուցման համակարգի վթարներն էլ հաճախակի են։ Նոր թաղամասերը պահանջում են նոր ենթակառուցվածքներ, բայց դրանք չեն կառուցվել։ Միայն գազամատակարարման ցանցում է կառավարության աջակցությամբ ներդրումներ կատարվել։ Ըստ պաշտոնական կառույցների Հայաստանում վերջին տարիներին ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է 24%-ով, իսկ բնակարանների թիվը կտրուկ աճել է։ Արաբկիրում ջրի սակավության պատճառը պարզ է։ Սպառումը գերազանցում է ենթակառուցվածքների հզորությանը։ Զուգահեռաբար ցամաքում են ջրի աղբյուրները։ Արաբկիրը Երևանի ամենախիտ կառուցվող համայնքներից է, բայց դա չի նշանակում, որ համայնքը զարգանում է։ Առանց համապատասխան պլանավորման նոր շենքերը նոր խնդիրներ են ստեղծում։ Մենք ուսումնասիրել ենք բնապահպանական փորձաքննություն անցած փաստաթղթերը։ Այս փորձաքննությունը նախատեսված է 1500 մետր գերազանցող կառուցապատման նախագծերի համար։ Այս փաստաթղթերում հնարավոր է տեսնել հողի մակերես ընդհանուր, դրանից կառուցապատվողը, կանաչապատվողը եւ բարեկարգվող մասը։ Բնապահպանական փորձաքննության փաստաթղթերը 2020-ի փետրվարից մինչև 25-ի հունիս ընկած ժամանակահատվածի համար ենք ուսումնասիրել։ Արաբկիր վարչական շրջանում բնակելի համալիրներ կառուցելու համար առանձնացվել է մոտավորապես 303,000 քառակուսի մետր, որից կառուցապատվել է 111,000-ը։ Մնացած մասը կանաչապատման եւ բարեկարգման համար է նախատեսվել։ Բնապահպանական փորձաքննություն անցած փաստաթղթերի համաձայն 112 բնակելի շենք է կառուցվել կամ կառուցվում է դեռևս, ըստ որի Արաբկիր վարչական շրջանում կավելանա 10,000-ից ավել նոր բնակարան։ Գրեթե մոտ այդքան էլ ավտոկայան տեղի, ինչը նշանակում է, որ հավելյալ մոտավորապես 10,000 մեքենա կավելանա Արաբկիր վարչական շրջանի փողոցներում։ Այսօր Արաբկիրի հազարավոր բնակիչների կենցաղը կախված է ավելի քան կես դար առաջ կառուցված ենթակառուցվածքներից։ Այդ ընթացքում թաղամասի բնակչությունը կրկնապատկվել է։ Այս անհամաչափությունը լի է իրական վտանգներով։ Նման եզրահանգման ենք եկել մի քանի ամիս շարունակ ուսումնասիրելով Արաբկիր վարչական շրջանում իրականացված քաղաքաշինական ծրագրերը եւ նույն վարչական շրջանում գրանցված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, վթարային անջատումները։ Մեր հետազոտության հղումը կգտնեք մեկնաբանություններում։